Հանքարդյունաբերության ոլորտը արդեն իսկ ձևավորված ոլորտ է, բազմաշերտ, դա կարգավորվում են մի շարք օրենքներով, մի շարք նորմատիվ ակտերով, նաև կառավարության որոշումներով, համեմատաբար, այսպես ասած, ձևավորված համակարգ է, բայց այնուամենայնիվ կան որոշակի խնդիրներ, որոնք բազմիցս մենք որպես իրավաբաններ բարձրացնում ենք, խոսքը վերաբերում է լիցենզիաների, այսինքն թույլտվությունների, հանքարդյունաբերության ոլորտի թույլտվությունների ստացման հետ եւ քանի որ դա երկարատև բավականին իրար հետևող որոշակի գործընթացներից բաղկացած համակարգ է։ Առաջինը ընկերությունները դիմում են հետախուզական աշխատանքների իրականացման թույլտվություն ստանալու համար, հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքներով ընկերությունները որոշում են, եթե հայտնաբերում են պաշար, այդ պաշարի հաստատման համար դիմում են պետական մարմնին, դրանից հետո նաև կարող են դիմել արդեն հանքարդյունաբերման, այսինքն հայտնաբերված պաշարների կորզման, աշխատանքների իրականացման թույլտվության ստացմանը։ Այս բոլոր գործընթացները, այսինքն եւ հետախուզական եւ հանքարդյունաբերման արդեն իսկ կորզման աշխատանքների իրականացման թույլտվությունների ստացման համար դրանք իրենց մեջ ներառում են որոշակի գործընթացներ, սկսած շմագի, շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի ստացման, նաև համայնքների հետ մի քանի լսումների անցկացման գործընթացներ։ Շմագը այս գործընթացում ամենակարևոր փուլերից մեկն է, որտեղ մասնագետները գնահատում են շրջակա միջավայրի ազդեցությունը, այսինքն կոնկրետ ծրագրի ազդեցությունը շրջակա միջավայրին, սրա մեջ ներգրաված են հենց այդ ոլորտի մասնագետները, որոնք ըստ էության ամբողջ նախագծի փաստաթղթերը ուսումնասիրելով տալիս են իրենց վերջնական կարծիքը, դրական թե բացասական, կարող եմ նշել օրինակ Լիցեն Արմենիա ընկերության շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի փաթեթը, այսինքն ինքը ինչքան հիշում եմ 9 հատորից բաղկացած փաստաթուղթ էր, այսինքն ինքը բավականին ծանրակշիռ, բավականին տեղեկություններ պարունակող բնապահպանության ազդեցության մասով փաստաթուղթ է։ Սա գործընթաց է, որը հենց ընկերությունը պետք է անցնի, այսինքն հանրային լսումներն են, որտեղ ներգրաված են համայնքները, շատ դեպքերում համայնքի ներկայացուցիչները գալիս են, ես առհասարակ տեղեկացված չեն ընկերությանը, գործունեությանը կամ այն իրականացվելիք նախագծի վերաբերյալ որոշակի տեղեկություններին, այդ քննարկումները հենց այդ լսումները դրա համար են, որ ազդակիր համայնքի բնակչությանը, այսինքն նախագիծը, որ ազդեցություն կունենա այդ ազդակիր համայնքներին, այդ բնակչությունը ներգրաված լինի, հասկանա ինչ ծրագրի մասին է խոսքը եւ ինչ ակնկալիքներ կան այդ ծրագրի իրականացման արդյունքներով։ Բավականին բարդ գործընթաց է, այնուամենայնիվ ընկերությունները ստիպված են այս գործընթացները անցնել եւ բնակչությանը իհարկե ազդակիր համայնքի ներկայացուցիչներին տեղեկացնել նախագծի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Հենց այս ամբողջ տեղեկատվության ստացման արդյունքներով նույն համայնքը մի քանի լսումների արդյունքներով տալիս է իր դրական կամ բացասական կարծիքը ծրագիրը իրականացնելու կամ մերժելու առումով։ Այստեղ շատ կարևոր է, որ բնակչությունը տեղեկանա հենց իրական ծրագրի վերաբերյալ, որտեղ լինում են դեպքեր, որ հանրության մեջ եղծ եւ սուտ տեղեկատվություն են տարածում, որպեսզի բնակչությանը ապակողմնորոշեն այս հարցերում։ Դրա համար ես գտնում եմ, որ ճիշտ ընկերությունները այսօր անմիջական աշխատանքներ են իրականացնում հենց ազդակիր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի ճիշտ եւ ամբողջական տեղեկատվությունը ներկայացվի բնակչությանը վերջինիս կողմից իրենց որոշումները կայացնելու համար։ Սա թույլտվության ստացման մի փուլի հատված է եւ բացասական կարծիքը համայնքի իհարկե կունենա բացասական հետևանք թույլտվությունների ստացման համար։ Առաջին իսկ բայց երբ որ ընկերությունները հայցում են, այսպես ասած, թույլտվությունը, այս գործընթացը արդեն վարչարություն է եւ այդ թույլտվությունների ստացման վերջնարդյունքով կայացում է վարչական ակտ, կամ մերժվում է հայցվող թույլտվությունը, կամ տրամադրվում է։ Մերժման դեպքերում ընկերությունները ստիպված են դիմել վերադասմանին, բողոքարկել այդ վարչական ակտը, իսկ եթե արդյունք չեն ունենում այդ բողոքարկման արդյունքում, դիմում են նաև դատարաններ։ Շատ հետաքրքիր պրակտիկա ունենք արդեն վարչական դատարանում, դա ձևավորվեց, ինչքան հիշում եմ, 2 թե 3 տարի առաջ։ Այն ժամանակ մենք դիմում էինք դատարաններ, թույլտվությունը մերժելու վերաբերյալ որոշումը վարչական ակտը բողոքարկելով, մենք անցնում էինք 2-ից 3 տարի, որպեսզի վերջում ունենայինք դրական արդյունք, բայց հիմա ունենք
ձևավորված նախադեպային գործեր, որտեղ հայցը ներկայացնելով ընկերությունը դատարանից խնդրում է որպես հայցի ապահովման միջոց ստիպելու պետական մարմնին տրամադրելու այդ թույլտվությունը մինչև վերջնական դատական ակտի կայացումը, այսինքն որտեղ պատկերացրեք մի իրավիճակ, եթե մենք այսօր վիճարկում ենք այդ վարչական ակտը, որը մերժել է մեզ թույլտվություն տրամադրելու հարցը, 3-4 տարի հետո դա արդեն իսկ արդիական չի լինում, այսինքն ընկերությունները ասում են, եթե ես 2-3 տարի պիտի պայքարեմ այդ վերջնական ունենամ այդ թույլտվությունը, ինձ ժամանակագրական տեսանկյունից արդեն անհրաժեշտ չի լինի։ Լուրջ ընկերությունները այսօր ներդրումային պայմանագրեր են կնքում հենց պետության հետ, կառավարության հետ, որտեղ հստակ սահմանում են ինչ տեսակի ներդրումներ են իրականացվելու կոնկրետ այս ոլորտում, ինչ հետևանքներ կառաջանան դրանց չիրականացման հետևանքներն են նկարագրվում, ինչպես նաև պետության եւ այդ ներդրող կազմակերպության իրավունքները եւ պարտականությունները, այդտեղ իհարկե ֆիքսում են, որ նրանց միջև ծագած վեճերը իրականացվելու են արբիտրաժի միջոցով, այսինքն դա արդեն միջազգային արբիտրաժային հարթակներում են լուծելու այդ հարցը։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ընկերությունները չունենան անմիջականորեն կնքված պայմանագիր կառավարության հետ, ներդրում իրականացնելու մասով, կան գործող միջկառավարական համաձայնագրեր, օրինակ Հայաստանը կնքած ունի Կանադայի հետ, ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շարք ընկերությունների, Մեծ Բրիտանիայի, որտեղ այդ միջկառավարական համաձայնագրերում հստակ նշված է, որ կողմերը պարտավորվում են ներդրումների պաշտպանության մասով կիրառել այն բոլոր օրենսդրական գործիքակազմը, որպեսզի ընկերությունը կամ անհատների ներդրումները պաշտպանվեն եւ ինչու՞ չէ նաեւ հենց այդ նույն համաձայնագրում նշված է, որ դրանից բխող բոլոր վեճերը կիրականացվեն արբիտրաժային դատարաններում։ Այսինքն պարտադիր չի կնքել ներդրումային պայմանագիր, եթե նույնիսկ չկա այդ պայմանագիրը, այնուամենայնիվ հենց այդ արբիտրաժը որպես վեճերի լուծման համակարգ արդեն իսկ միջկառավարական համաձայնագրում նշված է։ Եթե ընկերությունը խախտում է բնապահպանական պահանջները, դրանից բխում են քաղաքացիական, վարչական, ընդհանուր միջև քրեական պատասխանատվություն։ Այսինքն մեր օրենսդրությունը այս առումով բավականին խիստ պայմաններ է սահմանել եւ դրանց չհետևելը կառաջացնի հենց նաեւ ընդհանուր միջև ընկերության ղեկավար անձանց բացի վարչականից նաև քրեական պատասխանատվության ենթարկելու հետևանքներ։ Վնասը հաշվարկում են մասնագետները ներգրաված կոնկրետ բնապահպանության ոլորտի, որոնք ունեն որոշակի մեթոդիկա։ Վերջերս կառավարությունը նախագիծ ներկայացրեց ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Հիմա դեռևս դա ընդունված չէ, բայց ընդունման փուլում է, որտեղ սահմանում է, որ գործող հանքարդյուն անող ընկերությունները պարտավոր են 3% իրենց ռոյալթի, որոնք նախորդ տարի վճարվել են, հաշվարկվել եւ ներկայացվել են, դրա 3%-ը պիտի վճարվի հենց համայնքային բյուջե, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար։ Այսինքն, այստեղ պետությունը արդեն իսկ սահմանում է հենց այդ որոշակի դրամային վճարումներ հենց ազդագիր համայնքներին եւ ընկերությունները նաեւ ունեն պարտավորություն իրականացնելու սոցիալական ինչու՞ չէ նաեւ պատասխանատու հանքարդյունանում իրականացնելու պարտավորություն, ինչը դա նշանակում, որ սոցիալական ծրագրեր պետք է իրականացվեն հենց նույն համայնքներում, այսինքն ընկերությունը պարտավորվածություն ունի պետության հետ կնքված պայմանագրերում, այսինքն երբ որ ստանում են արտոնագրեր, այդտեղ լիցենզիան, որտեղ նշվում է, որ ինչ սոցիալական ծրագրեր պետք է իրականացնի կոնկրետ այդ ընկերությունը, կոնկրետ այդ համայնքում, նշվում է դրա տարեկան բյուջեն, ինչ ուղղություններով, այսինքն այստեղ համայնքները անմիջականորեն ներգրաված են հենց այդ գործընթացում։ Մենք պետք է հասկանանք, որ հանքարդյուն անող ընկերությունը, եթե ստանում է արտոնագիր, նա պարտավորվում է լինել պատասխանատու հանքարդյուն անող ընկերություն, ինչը դա նշանակում պետք է թափանցիկ եւ հաշվետվողական իր պարտավորությունները իրականացնի այնպես, որ եւ ներգրաված բնակչությունը եւ ազդագիր համայնքները եւ պետությունը ինչու՞ չէ նաեւ այլ ցանկացած երրորդ անձ հասանային լինի այն տեղեկատվությունը, թե ինչ կոնկրետ ինչ ծրագրեր իրականացում, ինչ շրջանառություն է տեղի ունենում, ինչ բնապահպանական ստանդարտներով է առաջնորդվում, ինչպես է ներգրաված հենց բնակչությունը, ինչպես նաև այդտեղ
բացի այդ թափանցիկությունից նաև այս նշեցեց սոցիալական ծրագրերի իրականացումը, որը եւս այսօր այդ հանքարդյունանող ընկերությունը պարտավորվածություն ունեն ներգրավել այն բնակչությանը, հարակից համայնքների, ազդակիր համայնքների բնակչությանը հենց այդ գործընթացներում։ Հիմնական աշխատողները այդ ծրագրերում հենց ներգրաված են լինում հենց համայնքի բնակչությունը։ Շատ կարևոր է, որ պետությունը տրամադրելով արտոնագրերը, այսինքն թույլտվությունները, չավարտի իր գործառույթը դրանով։ Այսինքն կա իրավիճակ, երբ որ պետությունը տրամադրում է այդ թույլտվությունը, բայց այդ ընկերությունը ստիպված ինքնուրույն պետք է գնա այն սահմաններում, որտեղ տրված է, օրինակ հետախուզական աշխատանքներ իրականացնելու ինքնուրույն գնալ, եթե մասնավոր հողեր կան այդտեղ, մասնավոր անձանց հետ առանձին քննարկել վարձակալության պայմանագրեր կնքել, որպեսզի վերջինս թույլատրեն ինքը իրականացնել այդ հետախուզական աշխատանքները։ Այսինքն դա պետք է լինի փաթեթային։ Տրամադրելով այդ թույլտվությունները պետք է նաև պետությունը կիրառի այն մեխանիզմները, որ ընկերությունը ստանալով այդ արտոնագիրը ինքը գիտի, որ կոնկրետ այս տարածքում պետք է իրականացնել այդ հետախուզական աշխատանքները եւ անխոչնդոտ, այսինքն չպետք է լինեն ինչ որ այլ ներգրաված մասնավոր անձինք, որոնք ինքնուրույն որոշեն, օրինակ այս ընկերությանը թույլատրել մտնի իր տարածք հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, թե ոչ։ Այսինքն պետությունը տրամադրելով հենց այդ արտոնագրերը կամ թույլտվությունները այն փաթեթային պետք է լինեն, այսինքն ընկերությունը անխոչնդոտ իր գործառույթը պետք է իրականացնի։ Այստեղ հենց կարևոր է, որ հենց այդ միջազգային ներդրողները կամ տեղացի ներդրողները հասկանան, որ ներդրում են անում մի ծրագրում, որտեղ 3 տարի, այսինքն ստացած արտոնագրի ժամանակի ընթացքում իրականացնելու իր գործառույթները անխոչնդոտ։